5 տարի է, ասում է, որ Հայաստանի տարածքում վերահսկողություն կարող է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունները, որևէ այլ երկրի որևէ ծառայություն չի կարող Հայաստանի Հանրապետության հողի վրա, տարածքի վրա որևէ տեսակի, ինչպես ինքն ասում, կոնտրոլ իրականացնել, որովհետև իր մտածողությունը այդ կոնտրոլի մտածողության մեջ է, որովհետև իր ուղեղը ուրիշ տեղից է կոնտրոլ արվում, դրա համար ինքը մտածում է, որ Հայաստանի տարածքն պիտի ուրիշ տեղից կոնտրոլ արվի, ինչպես որ ինքն է ասում։ Այսինքն իր մտքով չի անցնում, որ ոնց հնարավոր է, որ Հայաստանը լինի այնքան ինքնիշխան, որ ինքը մասնակցի մի հատ միջազգային պրոյեկտի եւ ինքը վերահսկի սեփական տարածքը, ինքը չի հասկանում դա, որովհետեւ իր համար Հայաստանը միշտ եղել է տարածք։ Հայաստանը միշտ եղել է տարածք, որը կարելի է եղել ինչ-որ մեկին վարձակալությամբ տալ, որի, ասենք, վրայի գույքը կարելի է պարտքի դիմաց տրամադրել օտար պետության եւ մսխել ազգային հարստությունը։ Այդ տարածքից կարելի է որքան հնարավոր է քամել այդ ժողովրդի ազգային հարստությունը եւ կառուցել սեփական բարեկեցությունը։ Եվ հիմա Ռոբերտ Քոչյանը ինքը բնականաբար երբ որ խոսում է, Քոչյանի բերանով խոսում է նաեւ այլ կենտրոններ, որովհետեւ ասենք պարզ է, չէ, հայտնի համացանցում տարածված այդ ձայնագրությունը կա, որտեղ Ռոբերտ Քոչյանը խնդրում է իրեն դուրս բերել քաղաքականությունից, ակնհայտ է, որ նրա խնդրանքը մերժվել է։ Ու կարծես թե ասվել է, որ ոչ կմնաս եւ քո հանձնարարությունը կկատարես այնքան, ինչքան որ մեզ պետք կլինի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։